Տիկին Սարգսյան, նախ մեքենաներից գողության մասով ուզում եմ ասել, որ կոնկրետ օրինակ Տիկին Խամոյանի դեպքով գիտեք, որ 2 անգամ են գողացել նրա մեքենայի կողային ապակիները եւ մի անգամը հաստատ չի հայտնաբերվել եւ բազմաթիվ են այն դեպքերը, երբ մարդիկ ուղղակի դիմում չեն ներկայացնում ոստիկանություն, որովհետեւ գիտեն, որ իրենց կյանքը ընդհանրապես բարթանալու է առանց արդյունքի։ Մի քանի անգամ տանելու եք, բերելու եք, մարդը գրելու է, հետո տարբեր գործողություններ են իրականացվելու, բայց արդյունքում այդ ամեն ինչը չի հայտնաբերվելու։ Իրենցից գողացվածը չի հայտնաբերվելու։ Հետևաբար, երբ ասում եք որոշակի աճ կա հայտնաբերման, ես ուզում եմ վստահեցնել, որ մարդկանց մեծամասնությունը պարզապես դիմում չի գրում ոստիկանություն, որովհետև հույս չունի, որ բացահայտումներ տեղի կունենան։ Հիմա հիմնական հարցադրումներս։ Տիկին Սարգսյան, դուք խոսեցիք հիմնականում կենցաղային հողի վրա սպանությունների մասով, բայց ես այլ հարցադրում եմ ուզում հնչեցնել։ Փարաքար համայնքում սպանված Վալոդիա Գրիգորյանի մասով։ Տեսեք, երբ հերթը հասնում է իշխանության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը, ակնհայտ է, որ դուք բոլոր միջոցառումները ձեռնարկում եք։ Նույնիսկ Արքալույց քահանայի դեպքում այս պահին ոստիկանական ուժեր կան, եկեղեցու կողք, որ նրա անվտանգությունն ապահովեն։ Բայց օրինակ ընդդիմադիր համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի դեպքում, երբ կոնկրետ սպանություն իրականացնող անձը համենայն դեպս ինքը խոստովանել է, որ սպանություն է իրականացրել, տվյալ համայնքում կրակել էր սովորում։ Այսինքն այդ նույն համայնքում մարդը կրակել է սովորում, տարբեր գործողություններ է իրականացնում մինչև սպանության բուն օրը եւ բարձում է դա հնարավոր չի եղել կանխարգելել։ Այդ ինչպես է ստացվում, որ երբ հերթը հասնում է իշխանության ներկայացուցիչներին, բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկում եք, իսկ կոնկրետ ընդդիմադիր համայնքապետի դեպքում, երբ ակնհայտ էր, որ այնտեղ խնդիր կա, չեք կարողացել կանխարգելել եւ թույլ տվեք ասել, որ այո, այդ սպանության պատասխանատուներից մեկը առնվազն չկանխարգելելու մասով դուք եք հանդիսանում։ Ես ուզում եմ սա դուք բաց ներկայացրեք։ Հաջորդը խոսեցիք բարևարկության մասին, որ ոստիկանական համակարգ ընդունվելիս որոշակի բարևարկության քննություն են անցնում, հա, մարդիկ։ Ես ուզում եմ այստեղ ձեր օրինակ կարծիքը լսել, վերջերս Գյումրու համայնքապետի ձերբակալության ժամանակ որոշ կարմիր բերետավորների վարքագծի մասով ուզում եմ լսել ձեր տեսակետը։ Օրինակ այն կարմիր բերետավորը, որ այսպես սպառնալից տոնով խոսում էր մարդկանց հետ, բա գիտեք ձեր բոլորի դեմքերը ֆիքսել ենք, հեսա կտեսնեք ինչ է լինում։ Սա նորմալ խոսույթը, կարմիր բերետավորն այդպես պետքա շփվի քաղաքացիների հետ, ընդհանրապես իրենց ասվել է, որ պետքա բոլորի դեմքը ֆիքսել, որ հետո տանեն կալանավորման, դա է վարվող քաղաքականությունը։ Միգուցե դա բարևարկության շրջանակներում իմանանք, որ դա բարևարք է հանդիսանում։ Կամ վստահաբար տեսած կլինեք այն ձայնագրությունները, տեսաձայնագրությունները, որ կարմիր բերետավորներն ուղղակի այսպես մխրճվում են մարդկանց մեջ ու սկսում են ծեծել։ Տեսել եք, չէ՞, եթե չեք տեսել, ես կարող եմ ձեզ ցույց տալ։ Այո, շատ լավ։ Եվ հաջորդը արդեն բյուջեի մասով ձեզ համար վերջերս գնվել է մեքենա $125,000 արժողությամբ։ Ուզում եմ հասկանալ, դուք այս որոշման մեջ մասնակցություն ունեցել եք, թե չէ։ Ձեզ մոտ հարց առաջացել է, ինչու է օրինակ $125,000 մեքենա, օրինակ ոչ թե $80,000։ Եթե $80,000 մեքենա գնվեր ձեզ համար, խնդիր կլիներ, որ դուք $80,000 մեքենայով երթևեկեիք, այլ ոչ թե $125,000։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան, սկսեմ սկզբից։ Տիկին Խամոյանի տրանսպորտային միջոցից կատարված գողության մասով ես արդեն ասացի, որ կա բացահայտում եւ ընդհանուր բացահայտման տոկոսի մասով էլ ասացի, որ շուրջ 30%-ը բացահայտված է։ Հիմա դուք էլի նեգատիվով սկսեցիք։ Տեսեք, ես այս ընկալման մասին եմ ասում։ Ասում եք այն բացահայտվածը ոչինչ, կարևորը այն չբացահայտված դեպքն է։ Եվ համաշխարհային մակարդակում որ երկիրն էլ գտնեք, այո, Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է լինել չբացահայտված հանցագործության դեպքեր։ Եվ այս ռեֆորմների իմաստը այն է, որ ոստիկանությունը կարողանա զարգացնել իր կարողությունները եւ մենք կարողանանք հանցագործության բացահայտման ավելի բարձր ցուցանիշ ունենալ։ Սա առաջինը, ինչ վերաբերում է երկրորդ պնդմանը այս համատեքստում, որ շատ են քաղաքացիները, որոնք որ չեն վստահում ոստիկանությանը եւ չեն դիմում իրենց նկատմամբ կատարված հանցագործության մասին, հարգելի գործընկերներ, մենք խոսում ենք լուրջ գիտության մասին, մենք խոսում ենք կրիմինալոգիայի մասին, որտեղ որ խորքային վերլուծության արդյունքում է, որ կարելի է նման բան պնդել առհասարակ հանրային տիրույթում։
տարբեր երկրներ իրականացնում են զոհերի երկրորդային հարցումներ, գնահատումներ, ուզում են հասկանալ, դիմում են թե չեն դիմում, եւ այլն եւ այլն, եւ չունենալ, եւ մենք չունենք Հայաստանի Հանրապետությունում նման գնահատում։ Եվ Հայաստանի Հանրապետությունում նման գնահատում չունենալու պայմաններում նման պնդում անելը, ես կարծում եմ, այդքան էլ պատշաճ չէ, եւ հանցավորության կանխարգելման ռազմավարության նախագծում մենք հենց այս հարցն ենք թիրախավորում, որպեսզի կարողանանք հանցավորության ռեալ պատկեր ունենալ եւ ամեն մեկս մեր ճաշակով, թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ, այդ թվում ինձ նկատի ունեմ, մեր ճաշակով չչափենք այս կամ այն հանցավորության աճը կամ նվազումը եւ մենք ռեալ հասկանանք թե հանցավորության պատկերում ինչ ունենք։ Եվ երբ որ մենք նայում ենք ընդհանուր պատկերը, տեսնում ենք, որ նմանատիպ գնահատում չկա։ Դրա համար դուք կարող եք ասել աճը սրա համար է, ես կարող եմ առավել մասնագիտորեն այլ դիտանկյունից հարցին նայել, ասել ոչ, աճ չկա, նվազում է կամ աճը կա, բայց ինքում սա է, բայց մենք ավելի պրոֆեսիոնալ աչքի կարիք ունենք եւ հանցավորության կանխարգելման ռազմավարությունը հենց այսպիսի գործիքներ է նախատեսում, որ հետո մեր խոսակցությունը, երբ որ տարբեր առիթներով կքննարկենք, շատ ավելի ապացուցահեն լինի եւ կարողանանք դիտարկումները անել ըստ այդմ։ Հիմա անդրադառնամ Փարաքարում կատարված իրադարձությանը եւ դեպքերին։ Առաջին հերթին ես ուզում եմ հստակ եւս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ նախարարության կառուցվածքում գործող պետական մարմինների համար տարբերություն չկա գործ ունենք ընդդիմադիր գործչի հետ, թե գործ ունենք իշխանական գործչի հետ։ Սա շատ հստակ է։ Եվ ես առաջին պահից եղել եմ Փարաքար համայնքում, Վաղարշապատի ոստիկանության բաժնում, որպեսզի process-ը կազմակերպվի այնպես, որ մենք շատ արագ ունենանք դեպքի ամբողջական բացահայտումը։ Ըստ այդմ process-ները կազմակերպվել են։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարին, դեպքի մոտիվը ըստ էության, այս պայծրության պարկա նաև նախաքննական տվյալների, արկածուցմունքների, փորձարարության, համադրության, տեղի է ունեցել փետրվարին տեղի ունեցած իրադարձության որպես շարունակություն։ Սա հստակ ֆիքսված է եւ գործընկերս պարոն Պողոսյանը եւս հաշվի առնելով այն, որ նախաքննությունը իրականացնում է իր կառույցը, հանդես է եկել ավելի մանրամասն տեղեկատվության այս հանցագործության մասով։ Բայց ես ուզում եմ նորից շեշտել, որ ինչքան էլ մենք հանրային տիրույթում անընդհատ ասենք, որ Փարաքար համայնքում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են եւ այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ որ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով որ հիմնավորվում է մոտիվը կոնկրետ կատարված հանցագործության եւ դա եղել է այո, որպես փետրվարյան իրադարձության շարունակականություն։ Փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում ոստիկանության կողմից կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային են գնահատվել ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից եւ մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են, այսպես ասեմ, կազմակերպվել տեղում, բայց կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնացնել մի ոստիկան եւ տարիներ շարունակ այդ ոստիկանին պահպանել այնտեղ։ Բնականաբար կա օպերատիվ աշխատանք, եղել են նաև այլ process-ներ եւ ազդակ, որ այսպիսի բան է կազմակերպվել, թե տեղի համայնքային ոստիկանության բաժնում եւ թե տեղի քրեական ոստիկանության ստորաբաժանումում չեն ստացվել։ Հիմա իմ արձագանքը այդ իրադարձություններին։ Ես երբ որ կիսամյակը ամփոփում էի Արմավիրի մարզում, Արմավիրի մարզի ոստիկանության աշխատանքը եթե թվային պատկերով նայեք, ընդհանուր առմամբ, հատկապես քրեական ոստիկանության ասպեկտով, բացահայտվողականության ավելի բարձր տեմպեր ունեինք, աճ ունեինք, վրա հասած հանցագործությունների մեղադրյալ ներգրավված անձանց ցուցանիշի մասով եւս Արմավիրի մարզը բավական լավ դիրքերում է գտնվել հանրապետական մակարդակով, բայց քանի որ ես իմ գործելավոճում շատ թափանցիկ եմ, դուք նկատած կլինեք, եթե չեք նկատել, կարող եք հետևել, որ Արմավիրի մարզի կիսամյակային ամփոփումների շրջանակներում ես հատուկ ուշադրություն եմ դարձրել նրան, որ Արմավիրի մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց եւ ոստիկանական աշխատանքը պիտի շատ ավելի ինտենսիվ լինի այս տեսանկյունից եւ հատուկ քննարկվել է նաեւ փետրվարյան իրադարձությունը կոնկրետ օրինակով, որպեսզի ծառայողները կարողանան շարունակել ինտենսիվ իրենց աշխատանքները։ Եվ քանի որ դրանից հետո էլ կիսամյակի ամփոփման արդյունքում Վաղարշապատի ոստիկանության բաժնի պետի աշխատանքը գոհացուցիչ չի եղել, Վաղարշապատի ոստիկանության բաժնի պետը իմ հրամանով ազատվել է զբաղեցված պաշտոնից։ Բարեկային ծառայության գումարտակի հրամանատարի աշխատանքը կրկին
չի գնահատվել բավարար, բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը իմ հրամանով ազատվել է պաշտոնից։ Եվ հաշվի առնելով ընդհանուր առմամբ քրեական ոստիկանության բացահայտվողականության դրական տենդենսը, քրեական ոստիկանության մարզային վարչության պետին տրվել է խիստ հանձնարարական շարունակելու միջանձնային հարաբերությունների մասով կատարվող աշխատանքը։ Եվ մենք ունեցել ենք արդեն այս իրադարձությունը, որին հաջորդել է մարզային վարչության պետի ազատումը կրկին իմ հրամանով։ Այսինքն այստեղ եթե նկատեք դեպքերի տրամաբանական հաջորդականությունը եւ իմ վերած փաստական ոչ խոսակցությունները, փաստական հիմնավորումները կնկատեք, որ դեպքից առաջ գրեթե բոլոր ստորաբաժանման ղեկավարները Արմավիրի մարզում փոխվել են։ Իսկ ոստիկանությունը ունի 3 հիմնական ստորաբաժանում՝ համայնքային ոստիկանություն, Վաղարշապատի բաժին, որը ծածկում է նաև Փարաքեր համայնքը, բարեկային ծառայություն, որը ծածկում է ամբողջ մարզը, եւ քրեական ոստիկանություն, որի պետը նաև ազատվել է համապատասխան պաշտոնից արդեն այս իրադարձություններով պայմանավորված։ Բնականաբար մենք շարունակում ենք օպերատիվ աշխատանքը այս հանցագործության առումով, հիմնական կատարողը, տեսեք դուք նորից ասում եք, հայտարարվեց, որ հիմնական կատարողը կա։ Հիմնական կատարողը Տիկին Գրիգորյան, հարգելի գործընկերներ, բացահայտվել է, անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում դա տեղի ունեցել նաև այն ժամանակահատվածում, երբ որ ես գտնվել եմ Վաղարշապատի ոստիկանության բաժնում, վստահվել եմ, որ process-ը կազմակերպված է եղել պատշաճ, ղեկավարել եմ օպերատիվ խումբը հանցավորության բացահայտմամբ զբաղվող եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ օպերատիվ աշխատանքի կազմակերպումը։ Կլինեն այլ տվյալներ, դրանք եւս կհանրայնացվեն, բայց հանրայնացվում է այն, ինչ որ փաստահեն է, ինչ որ ապացուցված է, իսկ մենք քրեական դատավարությունում այլ կերպ խոսել դեպքերի մասին չենք կարող։ Հիմա անդրադառնամ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ձեր նշած կարմիր բերետավորների վարքագծին, հարգելի Տիկին Գրիգորյան, իհարկե լավ չէ, երբ որ կարմիր բերետավորը քաղաքացուն նմանատիպ բառապաշարով է դիմում, բայց վստահեցնում եմ, որ որևէ մեկը կարմիր բերետավորին կամ ցանկացած ոստիկանության այլ ծառայողին չի կարող տալ այնպիսի հրահանգ, որը չի բխում իր լիազորություններից եւ գործառութային պարտականություններից։ Ծառայողները եղել են այնտեղ հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելու համար եւ ակնհայտ է, վստահ դիտել եք տեսանյութերը, ակնհայտ է, որ Գյումրու համայնքապետարանի առջև հասարակական կարգի ապահովման խստիվ կարիք կար, որովհետև ունեինք այնտեղ զանգվածային անկարգություններ, ունեինք արդարադատությանը միջամտելու process, ունեցել ենք նաև հավաքին հարկադրաբար ներկայացնելու առերևույթ դրվագներ եւս եւ դրանցով է պայմանավորված եղել, որ նաև հաջորդել են համապատասխան վարույթներ։ Հասարակական կարգի անվտանգության ապահովման տեսանկյունից նաև եթե դիտել եք կամ եթե ցանկացել եք այդ հատվածը դիտել, պիտի նկատեիք, որ նաև թե դիմացի մուտքի մասով, թե հետևի մուտքի մասով մենք ունեցել ենք անկարգություն, որովհետև ոստիկանական ելք չէր կարողանում ապահովել տվյալ պայմաններում, անձինք փակել էին թե դիմացի մուտքը, թե հետևի մուտքը, որպեսզի ելք չապահովեր ոստիկանական կառույցը, իսկ շատ պարզ տրամաբանական, նույնիսկ պարզունակ միջոց է ոստիկանության ծառայության տեսանկյունից, որ բնականաբար ելքն ապահովելու տեսանկյունից պիտի հասարակական կարգը ապահովի, որպեսզի ծառայողները համապատասխան ձերբակալված անձանցով կարողանան դուրս գալ տվյալ շենքի ընդհանուր առմամբ ենթակառուցվածքից։ Իսկ ինչ վերաբերում է ծեծելու դրվագ, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ծառայողները իմ հանձնարարականով ուսումնասիրել են ամբողջ process-ը, ծեծի դրվագ չի հայտնաբերվել, չի եղել կոնկրետ իրավիճակ, որը եղել է ոչ իրավաչափ, եթե մենք էլի շարունակում ենք ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը մեկնաբանել ծեծ եւ դրան վերագրել ոչ իրավաչափ process, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ մենք վաղուց այդ этаպը անցել ենք, այդ հիմնավորումների, քննարկումների փուլը անցել ենք եւ մեր համար պիտի պարզ լիներ, որ ոստիկանը ֆիզիկական ուժ գործադրելու իրավաչափ հնարավորություն ունի։ Եվ կարող է այդ իրավաչափ հնարավորության շրջանակներում առած լինեն թերություններ, խախտումներ, որոնք կարող են դառնալ քննության առարկա, բայց ֆիզիկական ուժի գործադրումը նկարագրել որպես ծեծ եւ ասել ինչու վարույթ չեք նախաձեռնել տվյալ ոստիկանի գործողությունների արդյունքներով, դա կարծում եմ նորից եմ շեշտում, մենք այդ խոսակցությունների этаպը անցել ենք։